Նայեք, կալոնայով մեզի վազվրատարի։ Շարվեշարան, լոլիկով ու պղպեղով բեռնված այս 8 բեռնատարները Կիրակի Լարսից ճամփա են ընկել Հայաստան։ Կա մեքենա, որ ամբողջը պղպեղ է, կա մեքենա, որ ամբողջը լոլիկ էր, կա մեքենա, որի մեջ 2 բեռ էր պղպեղ եւ լոլիկ։ Վերապրանքն էլ դատարկել ենք, հեն ավտոս դատար։ Լարսի ռուսական անցակետը հատելու վարորդների վերջին հույսը Կիրակի կեսօրից հետո վերջնականապես մարել է։ 21 աշխատանք։ 9 նոր ռուսական անցակետում մաքսային ստուգումներից հետո 3 ռուս մաքսավորները նրանց ասել են, որ չեն կարող բեռները տանել Ռուսաստան, պետք է վերադառնան։ Ինչքան մեքենաներ կային մի բանջարեղենով, տենց օրական 8-ից 10 մեքենա հետ էին դարձնում։ Հնարավորինս ու անհնարին ինչքան փորձություններ կար, մեջով անցկացրին մեզի, համ հոգեպես, համ ֆիզիկապես այնքան հոգնած ենք, որ չեք պատկերացնի։ Հայաստանում արտադրված 150 տոննա բանջարեղենն արդեն վրաց հայկական սահմանի Բագրատաշենի անցակետ է հասել Լարսից։ Ահռելի ծախս արած վարորդները չգիտեն, քամբեկ եղած ապրանքը հնարավոր է վաճառել հայկական շուկայում։ Որպես ես բեռնափոխադրող, ինչքան գումար եմ ծախսել այս բեռը պահպանելու համար, տարածքի վճարումները այնտեղ ահռելի վճարումներ կա, ել չեմ ասում արտահանողը ինչ կորուստներ ունի։ Ռոսսելխոզնազորի ստուգումներից հետո է Ռուսաստանն արգելել հայկական պտուղ բանջարեղենի մուտքը երկիր, մինչև հետազոտության արդյունքները հայտնի կդառնան։ Հարկադիր պարապուրտի ենք մատնվելու, ասում են վարորդները։ Ռուսաստանն անժամկետ փակել է մուտքը հայկական ապրանքների համար, նոր առաջարկներ իրենք չունեն։ Ոչ մի ուղղություն ես չեմ տեսնում, նախ առաջին հերթին պետք է պատվեր լինի, ենթադրենք, չէ, այս վերջերս շատ է շահարկվում Եվրամիություն, նախ առաջինը պետք է պատվեր լինի Եվրամիությունից, հիմա ասենք ինձ հետ 8 մեքենա պղպեղ է, ասենք այդ 8 մեքենան եթե մոտավորապես տեսնենք 150 տոննա, չէ, 150 տոննա ինքը պղպեղ է, հիմա Եվրամիությունը պատրաստ է 8 մեքենա պղպեղը վերցնելու։ Իշխանության ներկայացուցիչների խոստումներին, թե լուծումներ կգտնեն, չեն հավատում մոտ 2 տասնամյակ Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ բեռներ տեղափոխող մարդիկ։ Իրենց հույսն էլի հյուսիսի հետ են կապում։ Ինչ պետք է անեմ, պետք է սպասեմ, մինչև տեսնեմ ինչ որոշում կկայացվի։ Վաղվանից էլ Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կենդանի ձկան եւ ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը, բացառությամբ ստուգում անցած 2 ընկերությունների։ Ռոսսելխոզնադզորի ստուգումներից հետո է այս որոշումը կայացվել, որոնք գնահատվել են անբավարար։ Ըստ այդ գերատեսչության մի շարք ձեռնարկություններ հրաժարվել են ստուգումից։ Էդգար Ղուշյան, Էլեն Յահինյան, Հայլուր։